Այժմ տեսնենք ինչ է սպասում առյուծներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Անձնական հարաբերություններ, ներողություն, ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանքի համար 2 կարտ դուրս եկավ, կհանենք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը առյուծների տեսնում եմ խարիսք։ Եվ Ղարինով կարող եմ ասել, որ ընդհանուր տրամադրությունը շատ նորմալ կայուն։ Ոչ լավ, ոչ վատ։ Ամեն ինչ շատ նորմալ է, շատ կայուն է։ Որոշ մարդկանց համար, որոնք փոփոխություն շատ չեն սիրում, կարող է սա լինել դրական։ Ինձ համար, որ ես չեմ սիրում ձանձրանալ, սա ինձ համար կլներ ճիշտն ասած տխուր, որտեղ ես կձանձրանայի։ Բայց ել եմ ասում, սա ոչ լավ է, ոչ վատ է նշանակում, պարզապես կայուն։ Տրամադրությունը առանձնապես տատանումների չի ենթարկվում։ Անձնական հարաբերություններում տեսնում սրտի տուզը եւ տեսնում եմ տղամարդ։ Տեսնենք սա ինչ է նշանակում։ Կլինեն տղամարդիկ, որ կսիրահարվեն կամ կլինեն շատ սիրառատ, կուզեն հանդիպել, շփվել։ Եթե կանայք են նայում, ապա ձեր տղամարդը կարող է ձեզ ինչ-որ ուշադրություն ցույց տալ։ Տեսնենք։ Անձնական հարաբերություններում ամեն ինչ տեսնում եմ շատ լավ։ Եթե ոչինչ էլ չասեմ, հարգելիներս տեսնում եք սրտի տուզ, ապա տուզ եւ արև։ Շատ գեղեցիկ շաբաթ եմ տեսնում, շատ։ Բավականին այսպես կլինեք զբաղված, առաջարկություններ կլինեն, միգուցե տղամարդու կողմից, այդպես կարող եմ ասել։ Աղվեսը այս դեպքում նաև խաչինով առաջարկություն է առասարակ։ Աղվեսը կարող է նշանակել խորամանկ, տվյալ դեպքում տեսնում եմ ավելի հետաքրքիր, չէ՞ որ խորամանկը ճկունն միշտ չի որ նշանակում, այդպես բացասական նշանակություն ունի։ Տվյալ դեպքում շատ գեղեցիկ կարտեր են, ոչ մի բացասական ոչինչ չեմ տեսնում։ Կարող եմ ասել, որ տղամարդիկ, ովքեր սիրում են կամ սիրելի ունեն իրենց կյանքում, կարող է լինել եւ ամուսնացած, եւ նշանված, եւ չամուսնացած տղամարդ, բայց որը երևի թե սիրում է ինչ-որ մեկին։ Կանի հետաքրքիր գեղեցիկ առաջարկ, սա իր ընկերուհին կարող է լինել կամ զույգ ընկերուհին։ Գեղեցիկ գնում են միգուցե ամառ է գնում են հանգստանալու մի քանի օրով կամ մի շաբաթ հետաքրքիր ժամանակ են անցկացնում, շատ շփում կլինի, ոչ միայն իրար հետ, միգուցե նաև այլ մարդկանց հետ շփում կլինի։ Ամեն դեպքում հաջորդ շաբաթ հարգելի առյուծներ, տեսնում եմ, որ դուք ձեր սիրելիների հետ, սա չեմ կարող ասել, ընտանիքի հայրը կարող է լինել, ամուսինը կարող է լինել, նորից եմ ասում նշանածը, տղամարդուց կգա ամեն դեպքում առաջարկություն կանանց եւ հետաքրքիր այսպես գեղեցիկ ժամանակ կանցկացնեք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հատկապես տզերով եւ շատ շփում կլինի։ Հաստատ չեք ձանձրանա հաջորդ շաբաթ հարգելի առյուծներ, ձեր անձնական հարաբերություններում ամեն դեպքում։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Աշխատանքում տեսնում եմ կին եւ տեսնում եմ նաեւ այստեղ ֆինանսների կարտը։ Տեսնենք, ամեն դեպքում բացի ֆինանսներից ձուկը մի քիչ լպրծուն է նշանակում, լպրծուն մարդիկ, որոնք խոսում են, բայց նկատի չունեն։ Ես չգիտեմ, ներողություն, լպրծունը հայերենով, գրագետ հայերենով ինչպես կարելի ասել, եթե ինչ-որ մեկը գիտի, կարող եք գրել կոմենտներում, ես միշտ անգամ կօգտագործեմ։ Ինչպես կարելի է հայերենով ասել։ Մարդիկ, որ մի բան են ասում, մի այլ բան նկատի ունեն։ Տեսնենք։ Տեսնենք ինչ է սա նշանակում։ Աշխատանքի վայրում։ Չէ, ճիշտ ասած, բոլորովին վատ մարդիկ չեմ տեսնում։ Բոլորովին այլ բան եմ տեսնում, հակառակը։ Բոլորովին այլ բան եմ տեսնում, տեսեք, էլի տեսնում եմ տուզ, շատ հետաքրքիր է, շատ այսպես հետաքրքիր շաբաթ է լինելու եւ աշխուժ առյուծների համար, նաեւ աշխատանքի վայրում։ Տեսնում եմ այստեղ կին։ Կնոջ միջոցով ձեզ մի ինչ-որ ինֆորմացիա կգա, հարգելի առյուծներ, ձեր աշխատանքի վայրում է, ձեր գործերում է, ձեր հաճախորդներն են, չգիտեմ, ովքեր են, ում հետ եք դուք աշխատում։ Իրականում սա ձգներ այս դեպքում կլինի ֆինանսների մասին։ Ես տեսնում եմ ինչ-որ առաջարկություն, ինչ-որ նորություն է գալիս աշխատանքի վայրում, ինչ-որ բան, ինչ-որ նորություն, փոփոխություն կլինի, նաև ինչ-որ առաջարկություն կլինի, շատ խելացի, շատ դրական առաջարկություն կլինի։ Չեմ կարող ասել ձեզ են ինչ-որ նոր աշխատանք, աշխատանքի նոր բնույթ, ինչ են առաջարկում, դժվարանում եմ ասել, բայց գործերի եւ աշխատանքի հետ է կապված։ Շատ դրական է եւ մեծ ֆինանսներ կգան դրանից, այսինքն եթե ձեզ ինչ-որ առաջարկություն կանեն,
Ես էստեղ տեսնում եմ եւ խելացի մարդ եւ խորամանկինը էլի խելացի առաջարկություն, շատ լավ առաջարկություն է ամեն դեպքում, շատ շփվեք, զրուցեք, բանակցեք, բայց իրականում նախ հաջող կլինի առաջարկությունը, երկրորդն ֆինանսներն էլ դրանից ձեր կավելանան։ Շատ լավ կլինի։ Եթե առաջարկություն կանեն, ուշադիր եղեք, հարգելի առույցներ, կարող է ձեզ համար շատ շահավետ առաջարկություն լինել։ Էս ինչ հետաքրքիր շաբաթ եմ տեսնում ձեզ համար առույցներ, տեսեք, սա էլ ինչ որ նոր պայմանագիր կամ նոր պայմանավորվածություն, ինչ որ գումարների հետ կապած, տեսեք, ինչ հետաքրքիր է։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ 3 տուս։ Շատ հետաքրքիր է։ Սա անձնականի համար բացվեց։ Սա բացվեց աշխատանքի հետ կապված, իսկ սա ֆինանսների։ Այս ինչ հետաքրքիր է։ 3 տուս, շատ հետաքրքիր շաբաթ է լինելու առույցների համար։ Նորից եմ ասում, հաստատ չեք ձանձրանա։ Այս կայուն տրամադրությունը, որ ունեցել եք երևի շաբաթվա սկզբում, սա կփոխվի, այդպես չի մնա։ Այսպեսի տզերով շաբաթվա ընթացքում տղամարդ կին եմ տեսնում, մատանի եմ տեսնում։ Տեսեք, եթե այսպես վերցնեմ ընդհանուր պարզապես 3 կարտերը, տեսնում եք տղամարդ, կին եւ տեսնում եմ մատանի։ Կոնկրետ որոշ առույցներին կարող են հաջորդ շաբաթ ամուսնության առաջարկություն անել։ Շատ կոնկրետ։ Եթե մոռանանք աշխատանք, անձնական ամեն ինչ, 3 կարտերով միայն կլինեն առույցներ հաջորդ շաբաթ ամուսնության առաջարկություն կստանան կամ մատանի կդնեն իրենց, այսինքն կամ երկուսն էլ միասին։ Շատ հետաքրքիր է։ Եվ այդ ձեր կայուն կյանքը, չգիտեմ, կայունը ձեզ համար լավ էր կամ վատ, բավականին դրական կդառնա, բավականին կփոխվի եւ շատ դրական գեղեցիկ կլինի։ Տեսնենք մատանիով ինչ է նշանակում։ Շատ հաջող եմ տեսնում, հենց սկզբից էլ արդեն հաջողության կարտը դուրս եկավ, բայց ֆինանսների հետ կապված ես չգիտեմ ինչ որ սա պայմանագիր կարող է լինել, բանկերի հետ եք պայմանագիր կնքում, վարկեր եք վերցնում կամ ում հետ ինչ եք պայմանավորում, չեմ կարող ասել, բայց մատանին ընդհանրապես նշանակում է երկուսի միջև ինչ որ համաձայնություն։ Եթե դուք ինչ որ եմ ասում, ֆինանսական ինչ որ գործարքներ եք ուզում անել, բավականին հաջող էր ամեն ինչ սկզբում, շատ շփումներ կար մարդկանց հետ, զրուցում եք, պայմանավորվում եք, բանակցում եք, չգիտեմ ինչի հետ էր կապած, բայց ինչ որ մանր-մունր խոչընդոտներ կլինեն, ինչ որ մի կարճ մի պահ ձեզ կթվա, որ ամպեր կուտակվեցին եւ երևի թե վախեր ունենաք, բա որ չլինի հանկարծ չստացվի, չլինի այնպես ինչպես որ ես ուզում էի, որովհետեւ մի փոքր կարող է անհանգստություն լինի, չնայած որ սկզբում շատ այսպես լավ էր ամեն ինչ սկսվել, բայց ոչ ամեն ինչ շատ լավ կվերջանա, լավ կսկսի, լավ էլ կվերջանա։ Իսկ եթե այնպես խոսակցություններում կամ բանակցություններում ինչ որ մանր-մունր խնդիրներ լինեն, պարզապես ժամանակավոր բնույթ կունենան, անմիջապես կանցնի։ Իսկ 3 տզերով էլի եմ ասում, շատ հետաքրքիր շաբաթ է սպասում ձեզ հարգելի առյուծներ։ Տեսնենք հաջորդ շաբաթ ինչ է սպասում կույսերին։ Մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրության համար տեսնում եմ այս հետաքրքիր մարդուն։ Տեսնում եք, բավականին տարիքով մարդ է եւ լիլիաներով կարող եմ ասել, մի տեսակ շատ այսպես խորը փիլիսոփայական մտքերի մեջ կլինեն կույսերը եւ իրենց դա շատ հարիր է, որովհետև կույսերը մտածող են շատ, այսպես լոգիկայով, տրամաբանությամբ շատ երկար են մտածում, մտնում են մի հարցի շուրջ, բավականին շատ երկար, տարբեր կողմերից փորձում են հասկանալ, այդպիսի մի շաբաթ էլ կսպասվի ձեզ հարգելի կույսեր, եւ դուք շատ ժամանակ կլինեք երևի մենակ եւ ինքներդ ձեզ ինչ որ հարցերով եք մի տեսակ մտածբաղ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ մատանի եւ տուր։ Առաջին տրամադրությունը կարող եմ տեսնել ընտանեկան հարցեր, ամուսնական հարցեր, միգուցե ուզում եք ամուսնության առաջարկություն անել, հարգելի տղամարդիկ,
կամ միգուցե կույս աղջիկներին կլինի ամուսնության առաջարկություն, ամեն դեպքում ինչ որ անձնական հարաբերություններում այսպես գեղեցիկ կարտ եմ տեսնում։ Միության մասին, չգիտեմ, խոսում եք, պարզապես դեռ որոշում եք ամուսնանալ, ուղղակի հարաբերությունների մեջ եք, կամ կլսեք ձեր ծանոթները, բարեկամների, ընկերներից ինչ որ մեկը ամուսնացել է, ամուսնանում է։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր։ Եթե հիշում եք մատանին տեսանք կզով, ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ և տղամարդ, տեսնում եմ և կին։ Ես ասեմ ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կորոշեն կամ կհասկանան, որ լավ, այսպես սկսեմ, տեսեք։ Ես տեսնում եմ այստեղ ինչ որ մի տեսակ անձնական հարցերում տեսնում եմ մի տեսակ կանգ, անշարժություն, այսինքն ինչ որ երկար ժամանակ անձնական հարաբերություններում խնդիր էր ունեցել կույսերը։ Մի վարքյան ես փորձեմ մի փոքր ավելի պարզ տեսնել, հասկանալ սա ինչի մասին է խոսում։ Ես տեսնում եմ այստեղ վեճեր, տղամարդու հետ տեսնում եմ վեճեր, բայց տեսնում եմ փոխվում է իրավիճակը և շատ գեղեցիկ է փոխվում։ Տեսեք ասեմ, եթե այստեղ զույգի մասին է խոսքը, որոնք դեռ ամուսնացած չեն, բայց բավականին, այսպես ասեմ, լուրջ հարաբերությունների մեջ էին և իրականում հետագայում պլանավորում էին, որ կարող են ամուսնանալ։ Ապա ամուսնությունը պետք է լինի բանալին, որպեսզի իրեն շատ հետաքրքիր եմ տեսնում։ Իսկ մի վարքյան մտքերս փորձեմ իմի բերել, շատ հետաքրքիր է։ Բանալին ավելի սկզբում է։ Տեսեք, լավ, տեսեք այսպես ասեմ, շատ չմանրանամ։ Ես տեսնում եմ անձնական հարցերում և ғառի 9-ով և տեսնում եմ այս ծխավելով տղամարդով, ինչով վեճեր խնդիրներ են եղել։ Տղամարդը ամեն դեպքում շատ իր անձնականից մի տեսակ դժգոհ է, խնդիրներ ունի և կարող եմ ասել, որ ինքը երևի իրենից է դժգոհ։ Ինչ որ մի բան կամ ճիշտ չի արել, կամ սխալվել է, կամ նեղացրել է իր կողքի ընկերուհուն, կնոջը, չգիտեմ, նշանածին, ինչ էլ ուզում է լինի իր մեղքով է և ինքը ուզում է ինչ որ բան փոխել։ Փորձում է բանալին գտնել ինչպես կարող է այս հարցը լուծել, իր անձնական հարցերը լուծել, բայց ես էլ եմ ասում, իր ձեռքերում է, տղամարդու ձեռքերում է, եթե կույսը տղամարդն է, ինքը պետք է կարողանա հարցերը լուծել, բանալին իր ձեռքում է, որովհետև ինքն է մեղավոր, որ իր կյանքում առայժմ ոչինչ չի շարժվում։ Եվ այսպես շարժ կլինի, այսինքն ինքը կորոշի, կհասկանա, որ ինքը ինչ-որ բան սխալ է արել, ինչն է սխալ արել կդժվարանամ ասել, բայց ինքը որոշում է փոխվել, շարժվել առաջ, այսինքն տեսնում եք, այն կողմ էր նայում, մտածում էր անդադ անցյալի մասին, ինչ արեցի, ինչու էսպես եղավ, ինչպես ասեց, ես այսպես վիրավորվեցի, նեղվեցի, ես էլ բարկացա։ Այսինքն դուք ձեր մտքերով այս խիրոխորը փիլիսոփայական որ ասում էի, ինչ որ խնդիրներ է ունեցել անձնական կյանքում կույսը եւ մտածում է անդադով էր մեղավոր, ինչը ասեց, միգուցե ինչ որ բան ձեզ ասել է դիմացինը, դուք ինչ որ սխալ ռեակցիա եք ունեցել, մի տեսակ վրդովվել եք, շատ բացասական եք ընդունել, բայց հանկարծ հասկանում եք, որ իրականում դուք եք սխալ հասկացել։ Եվ միանգամից դուք փորձում եք բանալիով կարող եմ տեսնել դուք ուզում եք վիճակը շտկել, որտեղ դուք այսպես նեղվում եք այս վիճակից։ Եվ փոխում եք, տեսեք, ғառի 9-ից իրավիճակը փոխվում է սրտի 9-ի։ Դուք հասկանում եք, որ ամեն դեպքում զգացմունքներ ունեք եւ չեք ուզում, որ այդպես անցնի ու գնա ձեր հարաբերությունները, ձեր միությունը, անկախ նրանից թե ամուսնությունն է նշանված է, թե պարզապես շփվում եք իրար հետ, չեք ուզում հարաբերությունները կորցնել եւ այս կայուն վիճակը, որ ձեր պատճառով էր առաջացել, այս կանգնած վիճակը, դուք որոշում եք շարժվել եւ որոշում եք, որ գնալ զրուցել, հանդիպել, սա ժամադրության կարտն է։ Դուք գնում եք դեպի կինը, այսինքն աղջկանից դուք եք երևի նեղվել կամ դուք եք աղջկան նեղացրել, չեք հանդիպում, իսկ հիմա կսկսեք հանդիպել, որովհետև դուք հարգելի նեղություն կույսեր կհասկանաք, որ դուք ամեն դեպքում սխալվել եք ինչ-որ հարցում, չափից ավելի շատ եք մտածել, չափից ավելի շատ սրտի մոտ եք ընդունել եւ կփոխեք իրավիճակը, բայց դուք պետք է ինչ-որ բան անեք, սա շարժման կարտն է, այսինքն դուք պետք է քայլ անեք բանալին,
ձեր խնդիրների լուծման բանալին ձեր քայլն է, դուք ինչ որ քայլ պետք է անեք։ Ես կարող եմ ասել կարտով, հրավիրեք ընկերուհուն կնոջը ով էլ որ լինի ժամադրության։ Դուրս եկեք գնացեք հաճելի ժամանակ անցկացեք, շփվեք վերջապես եւ փորձեք լուծել ձեր հարցերը, որովհետեւ իրականում շատ գեղեցիկ էր վերջանում։ Հնարավոր է դուք ձեր հարցերը կկարողանաք լուծել եւ կարողանաք հաշտվել, եթե ինչ որ մեկի հետ վիճելի եք եւ ձեր անձնական կյանքը կանգնել էր։ Աշխատանքի վայրում տեսնում եմ գերանդրին, այսինքն ինչ որ կտրուկ փոփոխություն կարող է լինել կամ ինչ որ բան կարող է կտրվել աշխատանքից։ Տեսնենք աշխատանքի վայրում ինչ է լինում։ Բավականին կերպարներ եմ տեսնում եմ այստեղ տղամարդ, տեսնում եմ էլի տղամարդ, տեսնում եմ կին, տեսնում եմ էլի տղամարդ, մի խոսքով շատ կերպարներ եմ տեսնում։ Կտրուկ իրականում ինչ որ բան կփոխվի աշխատանքի վայրում, կամ ինչ որ կտրուկ նորություն կլսեք, կամ կտրուկ փոփոխություններ կլինեն, կամ կտրուկ դուք կարող եք ինչ որ բան փոխել ձեր աշխատանքում, կամ ձեր վերաբերմունքը, հանկարծ որոշել եք չեմ ուզում այստեղ այլևս աշխատել, այդպես էլ կարող է լինել։ Ես այստեղ տեսնում եմ խոսակցություններ, եթե սա ինչ որ կտրուկ լուր եք լսում եւ դա միանգամից այսպես ամպեր են կուտակվում, այսինքն որոշումներ են կայացվում, փոփոխություններ են սպասվում աշխատանքի վայրում, առաջին տպավորությունը շատ տհաճ է ձեզ, որովհետեւ այդ փոփոխությունը ձեր սրտով չէ, անկեղծ ասած։ Եվ այստեղ տեսնում եմ, որ միգուցե կամ կնոջ հետ եք զրուցում, կամ ինչ որ կնոջից է կախված, կամ կնոջն է վերաբերում այս կտրուկ որոշումը, չեմ կարողացել աշխատանքի վայրում կին ով կարող է լինել, որ ինչ որ կապ ունի այս նորության հետ։ Ամեն դեպքում խառատեզով կարող եմ ասել, որ նորությունը առանձնապես ձեր սրտով չէ հարգելի գույսեր, սկզբում շատ կտրուկ, այսպես անսպասելի է ձեզ համար, բայց իրականում ես տեսնում եմ, որ դուք իրավիճակից կարող եք դուրս գալ եւ ձեր սրտով կլինի ի վերջո ամեն ինչ։ Բանալին ձեր ձեռքում է։ Եթե փոփոխությունները ձեր սրտով չեն եւ դուք կտրուկ որոշեք աշխատանքից դուրս գալ, ապա կարող եք դուրս գալ եւ նոր աշխատանք գտնել, ինչը ձեր սրտով կլինի։ Իսկ եթե փոփոխությունները չեմ կարող ասել, ինչ կադրային կամ ինչ սիստեմի ինչ փոփոխություն կարող է լինել, ամեն դեպքում դուք առաջին ռեակցիան կարող է լինել ոչ այնքան դրական, տհաճ ճիշտն ասած, բայց իրականում հետո ամեն ինչ կփոխվի եւ ի վերջո ամեն ինչ կլինի ձեր սրտով։ Ամեն դեպքում բանալի նշանակում է, որ ձեր ձեռքում է որոշում կայացնելը ինչպես վերաբերվել այս փոփոխությանը եւ իրականում չեմ կարծում լինի խնդիր, որ կամ փոփոխություն, որ դուք չկարողանաք դրա տակից այսպես գեղեցիկ դուրս գալ։ Ինչ էլ որ լինի ի վերջո, ձեզ համար ոչ մի բացասական բան չի կարող փոխվել։ Ֆինանսները 10-ով կարող եմ ասել, որ ֆինանսները գալիս են։ Դուք ֆինանսների խնդիր մի շաբաթ չպետք է ունենաք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ հարգելի կույսեր, որ դուք ֆինանսներ առանձնապես ֆինանսներ ունեք, ֆինանսների խնդիր չունեք, ճիշտն ասած, ֆինանսներ ձեզ գալիս են, դուք եկամուտ ունեք, բայց ծախսեր էլ ունեք, կորուստներ եմ տեսնում։ Միգուցե վերջերս, չգիտեմ, ինչ որ ամեն դեպքում, եթե նոր եք աշխատանք փոխել, այդ դեպքում կարող է ինչ որ ժամանակ աշխատավարձը կանգնել է եւ չի եկել, որտեղ տեսնում եմ այստեղ 10, տեսնում եմ 10, տեսեք։ Այստեղ կտրուկ եթե հանկարծ ստացվի, որ դուք հաջորդ շաբաթ որոշել եք, որ պետք է աշխատանքը փոխեք, դա կտրուկ որոշում էր, մինչև այդ պլաններ չկային առանձնապես, ապա կարող է աշխատավարձը գալիս էր, կանգ է առնում ինչ որ պահ, որտեղ աշխատանքից դուրս եք գալիս, բայց նորից կգա, այսինքն եթե դուք այդպիսի որոշում կայացնեք աշխատանքում, ձեր կորուստները կլինեն ժամանակավոր, նորից էլի ֆինանսները կգան։ Դուք շատ լավ այսօրվա դրությամբ ֆինանսներ տեսնում եմ նորմալ ունեք, կամ եթե ծախսեր են հանկարծակի առաջանում, ծախսեր լինեն, բայց դրանից ձեր գումարները, ձեր բյուջեն չի կրճատվի, որտեղ դուք ունեք ծախսեր։ Պարզապես ձեզ ծախսերը կլինեն տհաճ, որովհետև միգուցե կլինի ինչ որ անսպասելի ծախսեր։ Ծախսեր կարող են իմիջիալոց լինել նաև ինչ որ մեկի առողջության հետ կապված, կամ ձեր տան անդամի ծախսը կարող է այդպես, այո, ինստինկտյան պատահական առաջանալ, բայց դուք ունեք ֆինանսներ ընդ որում, դուք ունեք ֆինանսներ եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում, պարզապես ձեզ դա
դե հաճելի չէ, ոչ մեկի հաճելի չէ, ոչ հիվանդ լինելը կամ հիվանդ ունենալն է հաճելի, ոչ էլ ծախսեր անելը առողջության վրա։ Բայց ես կարող եմ ասել, դուք նախ ֆինանսներ ունեք ծախսելու համար, երկրորդը առողջության դեպքում ես տեսնում եմ առաջ խաղացում։ Ոչ մի ֆինանսական ճգնաժամ էլ չեմ տեսնում, եթե էլ եմ ասում առողջության համար ծախսեր կան եւ առողջությունը ծառով տեսնում եմ կգնա ավելի, այսպես ասեմ, լավ վիճակի կլինի, ձեր առողջությունը կլավանա կամ ձեր ընտանիքի եւ դրանից ձեր գումարները կավելանան այն իմաստով, որ ծախսերը կպակասեն։ Եղել են ծախսեր, նորից եմ ասում, եղել են փոքր ծախսերը, մեծ ծախսեր չեն, գումար դուք ունեք էլ, բայց երբ առողջական վիճակը կլավանա, եթե այս կնոջ առողջության մասին է խոսքը կամ ձեր ֆինանսները կավելանան, որովհետեւ առողջությունը որ լավանա, դեղորայքի գումարը կպակասի, ծախսերը եւ դեպքում դուք էլի ավելի շատ գումարներ կունենաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքներին։ Հաջորդ շաբաթ մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ինչ է սպասում կշարքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ տուն։ Կարող եմ ասել, որ որոշ կշարքներ ավելի շատ ժամանակ կանցկացնեն թերևս տանը, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր իրենց համար կլինեն շատ առաջնահերթ։ Չգիտեմ, ընտանեկան միջոցառումներ են, կամ պարզապես տանն են մնում մի քանի օր արձակուրդ են վերցնում, ամեն դեպքում շատ ժամանակ անցկացնեն տանը եւ տան հետ կապված ինչ-որ հարցեր կլինեն իրենց համար շատ կարեւոր։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ աղվես, տեսնենք ինչ է նշանակում։ Աղվեսը նշանակում է ինչ-որ խորամանկ, ճարպիկ անձնավորություն, որպես կանոն կնոջ մասին է լինում խոսքը։ Տեսնենք ինչ է կատարվում կշարքների անձնական կյանքում։ Տեսեք ինչ տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելի կշարքներ։ Եթե հիշում եք, տեսա այստեղ խորամանկ կին, զգուշ եղեք հարգելի կշարքներ, ինչ որ կնոջից, ինչ որ մեկը, ինչ որ բան է մոգոնում ձեր թիկունքում։ Կա ինչ-որ մի բամբասկոտ խարդախ կին, որը փորձում է խառնվել ձեր ընտանեկան գործերին։ Տեսեք, ես այստեղ տեսնում եմ մատանի եւ տեսնում եմ այս գեղեցիկ կարտը ծաղիկներով։ Այսինքն կարող եմ ասել, այս կինը բամբասում է այս աղջկա ետևից, այսպես կարող եմ ասել, տեսեք։ Կամ սա ամուսնության առաջարկություն է, ամուսնության մասին է խոսքը, կամ սա արդեն ամուսնացած ինչ-որ կնոջ մասին է, երիտասարդ աղջկա կամ կնոջ, կամ պարզապես աղջիկը դեռ նոր նշանվել է կամ նոր առաջարկություն են անում, եւ այս կինը ինչ որ բան է մոգոնում բոլորի թիկունքում, տեսեք։ Ես այստեղ տեսնում եմ խնդիրները, խոչընդոտները, այստեղ կտրող գործիքը, այստեղ առնետները, սրանք շատ բարդ կարտեր են, շատ։ Դրա համար եմ ասում, տեսնում եմ եւ տեսեք։ Խաչ, բոլորը խաչ են, այսինքն այս բոլորը գալիս է այս կնոջից։ Ես չեմ կարող ասել այս կինը ով է։ Լավ, տեսեք։ Եթե այստեղ խոսքը գնում է, ինձ չգիտես ինչու թվում է խոսքը գնում է ամուսնացած կնոջ մասին։ Ինձ թվում է այստեղ ամուսնացած երիտասարդ կնոջ մասին է խոսքը, եւ խոսում ենք տան մեջ, տանը ինչ որ կարեւոր կլինի տնտանեկան հարցերը, այն ինձ թվում է սրա մասին է խոսքը։ Ես կարծում եմ այս մարդիկ բոլորը ընտանիք են։ Սա կին է, խորամանկ եւ շատ այսպես չար լեզու ունեցող բամբասկոտ տուն քանդող, հա, սա կարող է լինել ձեր հարևան, կարող է լինել նաև ընտանիքի անդամ։
դե չասեմ անուններ չտամ ովում ինչ ազգական է գալիս, ազգականուհի կամ հարև էլ եմ ասում, ինչ որ մեկը կարող է լինել, որը ամեն դեպքում եթե ձեր տանը չի ապրում, ձեր տուն մտնում դուրս է գալիս։ Ինչ որ կնոջ ամուսնական, այսպես ասեմ, հարցերի շուրջ այս կինը բամբասում, փորփրում, քարոքանդ է անում, տեսեք։ Այս խոչընդոտները, բամբասանքը, խոսակցությունները, տղամարդու հետ կապված, չգիտեմ, միգուցե աղջիկը անցյալից է ուզում, ինչ որ մեկին սիրել է, թողել գնացել է, հիմա ձեր տուն հարս եք բերում կամ հարս է եկել, ինչ որ տհաճ խոսակցություններ, որ ինչ որ կնոջից է գալիս։ Ես կարող եմ ասել, եթե կշերտներ ձեզ է վերաբերվում այդ ամուսնացած կինը, դուք եք եւ ձեր հետևից են բամբասում, փորփրում են ձեր անցյալի մեջ են ձեր ինչ որ մեկը քիթը խոթում է ձեր կյանք, եւ էլ եմ ասում, ինչ որ տղամարդու հետ էր կապված, նախկինում ինչ որ մեկին միգուցե սիրել եք, շփվել եք, ինչ որ նման հարցի շուրջ է ինչ որ մեկը փորփրում։ Մի քիչ ավելի իմաստուն խելացի եղեք, որտեղ բանալին ձեր ձեռքում է, այսինքն այս հարցը, այս խոսակցությունները դուք կկարողանաք իրականում դադարեցնել, բայց մի քիչ ավելի խելացի եղեք եւ եթե պետք է ինչ որ մեկի հետ զրուցեք, ինչ որ մեկի հետ զրուցեք, որ ինչ որ մեկը կարողանա ձեզ օգնել, ավելի իմաստուն տարիքով հասուն տղամարդ եմ տեսնում կարտում, բայց պարտադիր չի տղամարդ լինի, ինչ որ մեկը ձեզ կարողանա օգնել, որպեսզի այս հարցը կարողանաք լուծել։ Ես իրականում վերջում տեսնում եմ բանալին, այսինքն լուծում կգտնվի եւ այդ խորաման կնոջ բերանը կարելի է փակել, անկեղծ ասած, այսինքն դուք այս բոլորից կարծում եմ, որ շատ նորմալ դուրս կգաք, կամ մի շաբաթ կտեղեկանաք, որ կա ինչ-որ մեկը ձեր հետևից բամբասում խոսում է, չեմ կարողացել, բայց էլ եմ ասում, դուք այս հարցին կարող եք լուծում տալ, եթե ճիշտ մարդիկ դիմեք ճիշտ մարդկանց, որոնք կարողանան ձեզ օգնել։ Ես այստեղ ստվերում նաև տեսնում եմ այս տղամարդը եւ նաև տեսնում եմ արևը։ Այո, ձեզ համար ամեն ինչ շատ լավ է վերջանալու, եթե դուք երիտասարդ նոր եք ամուսնացել կամ նոր նշանվել եք դեռ չեն կարողանալու, այս կինը չի կարողանալու ձեզ վնասել, էլի եմ ասում, պարզապես այդ խոսակցություններից այն կողմ չի անցնելու։ Եթե կա ինչ-որ մեկ ընտանիքում, որ կարող եք դիմել, որ կարող է ձեզ օգնել, լսել, անպայման փորձեք բացատրվել, բանալին ձեր ձեռքում է ամեն դեպքում, դուք կկարողանաք հարցը լուծել։ Ձեզ տղամարդը ամեն դեպքում սիրում է եւ ամեն ինչ շատ լավ է վերջանալու։ Միգուցե ձեր հենց տղամարդը, որ ձեզ սիրում է, կարողանա ձեր նշանած դե ամուսինն է, ընկերն է, ով որ այ, ում մասին որ խոսում էին, կարողանա ձեզ օգտակար լինել, բայց ես էլի եմ ասում, շատ լավ է վերջանալու իրականում, դուք կկարողանաք ով էլ որ փորձում էր բամբասել, կարողանաք նրա բերանը փակել։ Տեսնում եմ աշխատանքի վայրում լուսին։ Լուսինը ինչ է նշանակում։ Լուսինը նշանակում է վախեր, անհանգստություններ, կասկածներ, տեսնենք, ինչի հետ է կապված։ Ինչի հետ է կապված, տեսնում եմ, այստեղ մի քիչ շատ ղառ եմ տեսնում, շատ ղառեր եմ տեսնում։ Ամեն դեպքում գործերում կամ աշխատանքի վայրում է սա կամ ձեր գործերում է, նայած թե դուք ինչով եք զբաղվում, կասկածներն ու վախերն ու անհանգստությունները կարող են, ես կարտերով կարող եմ ասել, որ առիթ ունեք նման կասկածներ ու անհանգստություններ ունենալու, բայց սրտի ութով էլ կարող եմ ասել, որ պարզապես ինչ-որ խոսակցություններ կան, փոփոխություններ կան, շարժում կա, բայց այնպես չի, որ այս անհանգստությունները մի շաբաթ բոլորն իրականանալու են։ Այսինքն ոչ մի խնդիր դուք մի շաբաթ չեք ունենա, պարզապես անհանգիստ կլինեք, որովհետև բավականին լուրեր եք լսում, ոչ այնքան հաճելի լուրեր։ Այսպես տեսակ ճանապարհի մեջտեղում եք մնում, որովհետև չգիտեք այս լուրն ինչպես ընդունել։ Ինչ որ այս անդորը, որ ամեն ինչ կայուն նորմալ էր, խախտվելու է մի տեսակ կայունությունը աշխատանքում, ամեն ինչ այդքան էլ կայուն չի լինելու, որտեղ չափազանց շատ խոսակցություններ կան, շատ հանդիպումներ, չէ, ասինքն աշխատանքի վայրում որոշ տեղերում ես չգիտեմ ինչպես է, որտեղ եք աշխատում, ժողովներ են անում, հանդիպումներ են լինում, հանդիպումներ իրականում լինելու են եւ ես չեմ տեսնում հաջորդ շաբաթ ձեզ հետ ճակատագրական որևէ փոփոխություն լինի կամ աշխատանքից դուրս գա կամ կորցնեք, ոչինչ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում այս վախերն ու անհանգստությունները տեղին են, կարող եմ ասել, որովհետև ամեն դեպքում ինչ որ լուրեր, ինչ որ խոսակցություններ կլինեն, հատկապես ժողովներում, հանդիպումներում, ինչ որ կսկսեն շատ հանդիպել, շատ զրույցներ, ինչ որ փոփոխություններ աշխատանքի վայրում կլինեն։ Հաջորդ շաբաթ ամեն դեպքում ոչինչ վատ ես չեմ տեսնում, բայց մի տեսակ անհանգստությունները կսկսեն երևի հաջորդ շաբաթվանից։ Փոփոխություններ կլինեն երևի։ Խոսակցություններ եմ տեսնում նաև ֆինանսների հետ կապված, այսինքն ինչ որ շատ շփում կլինի, ում հետ եք շփվում, ինչի համար, տեսնենք։
Տեսնենք ինչ շփումների մասին էր խոսքը աշխատանքի վայրում։ Ներողություն, ֆինանսներում։ Այո, կարծերով կարող եմ ասել, շատ շփում խոսակցություններ կլինեն, հաղորդակցություն կլինի ֆինանսների հետ կապված։ Դուք ինչ որ ցանկություններ, նպատակ ունեք, ինչ որ ճանապարհ կա, այսինքն ֆինանսների հետ ինչ որ նպատակ, ցանկություններ ունեք, աստղերով կարող եմ ասել, ինչ որ լուրի եք սպասում, այս խոսակցությունները, որ վարում են, այսինքն դուք լուրի սպասում եք, լուրը չէր գալիս, բավականին ժամանակ լուր չկար, իրականում կգա հաջորդ շաբաթ եւ այդտեղից հաղորդակցությունը, բանակցությունները կսկսեն։ Ասենք, եթե ասեմ ձեր ցանկությունը օրինակի համար տուն եք ուզում գնել, եթե հիշում եք, ես այստեղ կարտը նաև տեսնում էի, տունը կլինի շատ կարևոր ձեզ համար, ինչ որ տնային հարցեր կլինեն տան հետ կապված։ Եթե տուն եք ուզում գնել, եւ ձեզ ասենք վարկ է պետք եւ ինչ որ նպատակը դա է, երազանքները ձեր գեղեցիկ տուն ունենալն է ձեր երազանքը, նպատակ ունեք ֆինանսների հետ կապված, ինչ որ լուրի եք սպասում, միգուցե բանկից, չգիտեմ, վարկային ինչ համակարգեր կան Հայաստանում, նաև այսպես վաղուց կանգնած էր, ոչինչ չէր շարժվում խարիսխով, կսկսեք նորից բանակցել շարժվել եւ ես տեսնում եմ այստեղ, որ գումարներ կգան։ Գումարներ կգան եւ շատ բարդություններ չեն լինի։ Պարզապես եթե խոսակցությունները մի պահ դանդաղել են, որտեղ միգուցե թղթեր պետք է բերեք, ինչ պետք է անեք, չգիտեմ։ Ես կերպարներ առանձնապես չեմ տեսնում, ասենք մարդկանց հետ եք շփվում, դե բնականաբար ֆինանսների հետ կապված երևի ինչ որ համակարգերի հետ եք շփվում։ Եթե տուն գնելու հետ կապված չէ, ապա ինչ որ ֆինանսների հետ ինչ որ նպատակ ունեք, որի համար ձեզ ֆինանս է պետք, ինչ էլ ուզում եք լինի, միգուցե կահույք եք ուզում գնել, միգուցե ճանապարհ եք ուզում գնալ, չգիտեմ։ Ինչ նպատակ էլ որ ունեք, լուրի եք սպասում, լուրը պետք է գա, որպեսզի ձեր նպատակին հասնեիք, չէր գալիս, կանգնած էր, լուրը կսկսի գալ, դուք սկսեք հաղորդակցվել եւ ֆինանսներն էլ կլինեն ձեր նպատակին հասնելու համար։ Ինչ օգնություն, ինչ ֆինանսներ որ սպասում եք կլինի։ Ուզում եք տուն գնել լինի, ուզում եք տուն գնել չլինի։ Եթե էլ եմ ասում, ցանկացած ցանկություն ունեիք ֆինանսների հետ կապված, ձեր հաղորդակցությունը շարունակվի, նորից կվերսկսվի եւ դուք կկարողանաք ձեռք բերել գումարները։ Տեսնենք ինչ է սպասվում հաջորդ շաբաթ կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հաջորդ շաբաթ, մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում կարիճների համար հաջորդ շաբաթ։ Տրամադրությունը կլինի շատ այսպես մի քիչ երևի ռոմանտիկ, շատ շփում կուզեն կարիճները հաջորդ շաբաթ, շատ կուզենան դուրս գալ, շփվել, գնալ ժամադրվել, հանդիպումներ ունենալ մարդկանց հետ, հանդիպել, նաև սա գեղեցկության կարտն է, այսինքն եթե նույնիսկ ժամադրության մասին է խոսքը, ապա կարիճները թե կին թե տղամարդ կզբաղվեն իրենց արտաքին գեղեցկությամբ, իրենց կարգի կբերեն, չգիտեմ, սանրված կանայք ինչեր են անում իրենց արտաքինի համար, կփորձեք գեղեցկանալ, որովհետև գնալու եք ժամադրության, տնից դուրս եք գալի, հետաքրքիր միգուցե ժամանցի վայրեր, նույնիսկ եթե խոսքը համերգ թատրոնի ցուցահանդեսների մասին է, տնից շատ դուրս կգաք, շատ կշփվեք, հաճելի վայրեր կգնաք եւ շատ կլինեք հմայիչ եւ գեղեցիկ։ Հարգելի կարիճներ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ փոփոխության կարտը, այսինքն ինչ որ մի բան կփոխվի։ Տեսնենք, ինչ է փոխվում։ Բարդ կարտ է, դրա համար չեմ կարող ավելին ասել, ավելի լավ է օգնող կարտեր հանենք, նոր տեսնենք, թե ինչ է նշանակում Քյապինջի 9 անձնական հարաբերությունների համար։ Շատ լավ բաներ եմ տեսնում, շատ։ Ինչպես ասացի, կլինի փոփոխություն։ Այս կարտը ինձ միշտ մի քիչ այսպես վախեցնում, զգուշավորություն է մեջ առաջացնում, որովհետև փոփոխություն 360 աստիճանի, այսինքն եթե դուք ջերմ լավ հարաբերությունների մեջ եք, սա կարող է նշանակել հարաբերությունների վերջ։
որովհետև դակաղով կարող եմ ասել նույնիսկ, որ ինչ-որ բան վերջանում կտրվում է գնում է ձեզնից։ Իսկ եթե հարաբերություններում խնդիրներ կային, ապա խնդիրներն են հեռանում եւ իրականում դա շատ դրական փոփոխություն է։ Իսկ 9-ով, այստեղ քյապինջի 9-ով հակառակը սա շատ լավ փոփոխություն է։ Ես կարող եմ ասել, որ այստեղ շատ դրական փոփոխություններ եմ տեսնում, շատ, որովհետև տեսնում եմ այստեղ օծքին եւ այստեղ տեսնում եմ 6-ը, ինչը նշանակում է ինչ որ կնոջ հետ կապված, չեմ կարող ասել կնոջից է գալիս եւ կնոջ հետ է էլի կապված, ինչ որ խոսակցություններ են, շատ ծանր, շատ տհաճ։ Իսկ այդ խնդիրները կհեռանան ձեզնից, հարգելի կարիճներ, ես չեմ կարող ասել, այստեղ այս տհաճ ինչ որ կին է, չեմ կարող ասել ինչ հարաբերությունների մեջ եք, անձնական հարաբերություններ եք, սիրային հարաբերությունների մեջ եք, թե հարևան է, ազգական է, ընտանիքի անդամ է, մայր է, քույր է, տալ է, կիսուր է, չեմ կարող ասել, բայց ինչ որ մեկը, սա վերաբերում է եւ տղամարդկանց եւ կանանց։ Եթե տանը տակար կին, որի հետ շատ տհաճ խոսակցություն եք ունեցել կամ վեճ եք ունեցել, խնդիրներ եք ունեցել, եւ մի տեսակ չեք շփվում իրարից, տեսնում եք, այստեղ երկու կին եմ տեսնում, միգուցե հարսու կիսուր չեմ կարող ասել, տալու հարս իրարից շրջված տարբեր ուղղություններով են նայում եւ իրենց մեջտեղում կորստի կարտն է, այսինքն չեն խոսում իրար հետ, նեղվել են իրարից եւ չեն խոսում։ Փոփոխություն կլինի, շատ մեծ փոփոխություն կլինի, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ բան կպարզվի։ Միգուցե իրենց մեղքով չէր, միգուցե ինչ որ մեկը ինչ որ բան էր ասել մեկն ու մեկին, բան բասել էր իրարից եւ այդպես մարդիկ նեղվել էին։ Հաջողություն կլինի, իրականում կմիանան նորից, տեսնում եք երկու կարտ։ Այսինքն ինչ տհաճ խոսակցություն եղել է երկու հոգի, եթե իրար հետ ինչ որ խնդիրներ ունեցել անձնական կյանքում, ել եմ ասում, ընկերուհիներ կլինեն, ընտանիքի անդամներ կլինեն, մայր ու քույր, մայր ու աղջիկ կլինեն, երկու քույր կլինեն, ինչ էլ ուզում է լինի։ Անպայման ինչ որ բան կպարզվի, կպարզաբանվի, դուք կհաշտվեք։ Անպայման կհաշտվեք, շատ դրական եմ տեսնում։ Ես այստեղ կարտովել է տրամադրություն ընդհանուր ձեզ շատ գեղեցիկ տրամադրության մեջ էիք եւ ցանկացած խնդիր պիտի կարողանաք լուծել, շատ հաջող կվերջանա։ Եթե ինչ-որ մեկի հետ նման խնդիրներ ունեցել եք, իրավիճակը լրիվ կփոխվի հակառակ ուղղությամբ։ Աշխատանքում տեսնում եմ էլի շատ կայուն, դուք աշխատավարձ ստանում եք, եկամուտ ունեք, նույնիսկ եթե աշխատավարձ չի, չգիտեմ ինչ եք անում, ինչ գործունեությամբ, on-line freelancing եք անում, ինչ էլ ուզում եք անում եք, ինչ էլ լինի որ անում եք, հարգելի կարիճներ, ֆինանսները դուք ունեք գալիս են եւ դուք շատ գոհ եք ձեր աշխատանքից, ինչպես էլ որ գումար վաստակում եք։ Եվ կարող եմ ասել, որ շատ հաճելի մարդկանց հետ էլ շփվում եք ձեր աշխատանքի վայրում կամ ինչպիսին էլ որ ձեր գործունեության բնույթը լինի, շրջապատված եք հաճելի մարդկանց հետ, որոնց հետ այսպես ընկերական հարաբերությունների մեջ եք։ Շատ լավ եմ տեսնում։ Ասեցի 10-ով եւ շնով, որ այսպես շատ լավ միջավայրում եք աշխատում, դուք ձեզ շատ հանգիստ եք զգում, ձեր աշխատավայրում, ձեր գործընկերների հետ ոչ մի խնդիրներ չունեք, տեսնում եմ միջավայրը շատ լավն է։ Ինչ որ մանր-մունր խնդիրներ կան, շատ մանր-մունր խնդիրներ կան, բայց այսպես աշխուժություն կլինի, շարժ կլինի, շատ այսպես ակտիվորեն, երևի թե որովհետև շատ համերաշխ այսպես մարդիկ են ձեզ հետ աշխատում։ Բոլորով միասին ըստ երևույթին կկարողանաք մանր-մունր հարցերը լուծել շատ արագ։ Սա արագության շարժի կարգը տեսնում եք 9-ով, շատ արագ հարցը կլուծեք։ Միգուցե ինչ որ ուշանում էր, լուր էր ուշանում ինֆորմացիա էր ուշանում, չեմ կարող ասել։ Հարցը կլուծվի, շատ արագ կլուծվի։ Դրանից հետո տեսնում եմ երկու տուզ։ Եթե չգիտեմ, ինչպես ասեմ, նոր աշխատանքի եք անցել եւ միջավայրը դեռ շատ դուր է գալի, շատ հաճելի մարդիկ են, միգուցե ինչ որ սկզբում միջև պիտի սովորեք աշխատանքին ընտելանաք, մարդիկ ձեզ կսովորեցնեն, դուք այսպես արագ հունիկ կընկնեք, միգուցե էլ եմ ասում, մի քիչ ժամանակ կտևի բնականաբար, բայց իրականում այս նոր աշխատանքը շատ լավ կլինի եւ շատ հաճելի մարդիկ նորից եմ ասում կլինեն։ Ամեն դեպքում աշխատանքի վայրում տեսնում ամեն ինչ նորմալ է, վերջում էլ տեսնում երկու տուզ։ Շատ լավ է։ Ձեր աշխատանքի վայրում կա տղամարդ, որը ձեզ շատ կօգնի, որպեսզի այսպես չգիտեմ, կամ տղամարդու հետ կոնտրակտ եք ընկել, երկուսով եք ուզում աշխատել, համագործակցում եք ինչ որ մեկի հետ, ինչ էլ որ լինի, շատ լավ համագործակցություն է, կարող եմ ասել, շատ լավ մարդ է, ով էլ որ է, ում հետ որ նորից սկսել եք նոր աշխատել կամ նոր հաճախորդ եք ձեռք բերել, պայմանագիր եք ընկել, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում աշխատանքի վայրում ամեն ինչ շատ նորմալ է։ Ֆինանսներում տեսնում ենք տուն։ Տուն եք ուզում գնել, տուն եք ուզում վաճառել, կամ տան առքու վաճառքով եք զբաղվում, ձեզ դրանից ֆինանսներ են գալիս, տեսնենք։
Դժվարանամ ասել, նորից եմ ասում, տան հետ կապված, տան կարտով, թե ինչի հետ է սա կապված, ինչ ֆինանսական ինչ հարցեր կան, տան հետ կապված կարիճներ, շարգելիներ, դուք ինքներդ կարող եք կապել։ Կարող եմ տեսնել, որ ինչ որ շատ հաջող է, ճանապարհը ֆինանսների հետ շատ հաջող է։ Մի պահ այնպես չի եղել, ինչպես որ դուք պլանավորում էիք, ճիշտն ասած, ինչ որ մի բան մի պահ արգելակում է եղել ձեր ֆինանսների, իսկապես չեմ կարող ասել, եթե վարկ էր մի պահ վարկը կարծես թե չէին տալիս, բայց իրավիճակը կփոխվի եւ դուք կփոխեք իրավիճակը, բանալին ձեր ձեռքում է, դուք լուծումը կգտնեք, բայց ես սկզբում էլ տեսնում եմ հաջողության կարտը, որը ի սկզբանե պետք է շատ էլ հաջող լիներ ամեն ինչ, կարծես ոչ մի խանգարող հանգամանք չկար։ Եթե տուն եք գնում, շատ լավ գործարք է, եթե տուն եք վաճառում, էլի շատ լավ մարդկանց եք վաճառում, ինչ էլ որ կապված լինի տան եւ ֆինանսների հետ, նորից եմ ասում, շատ հաջող է ի սկզբանե, բայց մի փոքր էլ եմ ասում, եթե խոչընդոտ առաջանում է մի պահ, ամեն ինչ ինչպես ուզում եք, այդպես ձեր ուզածով չի շարժվում, ամեն դեպքում կգտնեք նոր տարբերակ, նոր լուծում, իսկ լուծումը ձեր ձեռքում է, բանալիով։ Իրականում շատ հաջող շաբաթ էր, եթե տեսնում ենք այստեղ կարտերը, սկսեց ծաղիկներով, տեսնում եք 9, տեսնում եմ 10 եւ տեսնում եմ այստեղ էլ սիրտ, այսինքն շատ լավ շաբաթ կլինի նաեւ կարիճների համար։